Արդեն ինչպես հայտնի է, Պարոն Խաչատրյան Երեմ Սարգսյանին հեռացրին վարույթից, նախ ինչպես կմեկնաբանեք, ինչով է սա պայմանավորված։ Պայմանավորված է հերթական ապօրինությամբ, հաշվի առնելով, որ մեր պաշտպանական թեմի մեջ կա աշխատանքի հստակ բաժանում եւ երեկվա առերես հարցաքննության հիմնական հարցադրումները կատարում էր Երեմը Սարգսյան ու քննչական մարմնի համար ակնհայտ էր, որ այդ հարցադրումների արդյունքում փլվում էր արդեն ի սկզբանե ապօրինի մեղադրանքը, հետևաբար նրանք դիմեցին այս քայլին, ապօրինի կերպով հեռացրեցին վարույթից, դե բնականաբար պարոն Սարգսյանն էլ ձեզ ասած կլինի, որ բողոքարկումներ են լինելու, այդ որոշումը չի կարող ուղղակի իրականության մեջ գոյություն ունենա, իսկ ինչ վերաբերվում է պարոն Սարգսյանից հետո տեղի ունեցած իրադարձություններին, մենք բնականաբար անպատասխան չթողեցինք այս իրադարձությունները, հանդես եկանք բացարկի միջնորդությամբ, իմիջիայլոց ոչ միայն քննիչին, քննչական խմբի ղեկավարին եւ ամբողջ քննչական խմբին, որովհետեւ հիմա արդեն այս ամբողջ քննության ընթացքում տեսած տարաբնույթ ապօրինությունները միամտություն կլինի այստեղ արդարություն փնտրելը, հետեւաբար առնվազն մենք այս փուլում պետք է արձանագրենք թե տեղի ունեցած ապօրինությունները, թե այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից, իսկ դրանք ամրագրված են եւ սահմանադրությամբ եւ մնացած մյուս օրենքներով։ Այս ամեն ինչը մենք պետք է արձանագրենք, սրա մասին պետք է չլռենք, պետք է խոսենք այս ամեն ինչի մասին ու նաեւ իրավական պրոցեսներով, չնայած որ պարոն Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցածը ոչ իրավական պրոցեսներ են, բայց իրավական պրոցեսներով նաև պետք է ամրագրենք այս տեղի ունեցած անարդարությունները։ Պարոն Խաչատրյան, իսկ բացի Երեմ Խաչատրյանի վարույթից հեռացնելու, ներողություն, Երեմ Սարգսյանի վարույթից հեռացնելու, այլ ինչ հիմքեր կային բացարկի, նշեցիք, որ մի շարք ապօրինություններ, եթե նախաքննական գաղտնիքի շրջանակներում չէ։ Չէ, հիմա գործի մանրամասներից չեմ խոսի, բայց հենց մեղադրանքից սկսած, որ բազմաթիվ փաստեր ունենալով իրենց ձեռքի տակ, պարոն Ծառուկյանի նկատմամբ դրա մասին նախկինում ենք խոսել, առաջադրվել է ապօրինի մեղադրանք, այսինքն պարոն Ծառուկյանը այս գործով պետք է լիներ առնվազն տուժող, բայց նրան տրվել է մեղադրյալի կարգավիճակ։ Երեք հարցաքննության ընթացքում ընդմիջումից հետո որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, արդեն սկսում էին պաշտպանական կողմի հարցերը, որոշակի հարցեր, որոնց պատասխան առհասարակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին պատասխաններ չուներ, այդ հարցերը հանվում էին։ Մենք դրա վերաբերյալ անընդհատ առարկություններ ներկայացրել ենք վարույթ իրականացնող մարմնին ու դրա տրամաբանական շարունակությունը, այսինքն երբ որ գիտակցեցին, որ հարցերը բազմաթիվ են եւ այդ հարցերով վեր է հանվում օբյեկտիվ իրականությունը, այսօր այս քայլին դիմեցին։ Հետևաբար այս պայմաններում, այս անհավասար պայմաններում, մրցակցության սկզբունքի բացակայության պայմաններում աշխատելը իմ կարծիքով տեղին չէր լինի ու պետք է անպայման այս ամեն ինչը ամրագրվել հենց բացարկի միջնորդությամբ։ Իսկ բացարկի եթե բավարարվեց կամ նշման մասին դեռ որոշում չկա, չէ՞, ինչպես։ Բացարկի քննարկումը ինձ թվում է կատարվի սահմանված ժամկետում, որովհետև քննչական մարմինը չի քննելու բացարկի միջնորդությունը։ Ես կարծում եմ այս դեպքում շատ արագ կլինի պատասխանը ու բնականաբար բացարկը կմերժվի, բայց դա մեզ չի խանգարում, որպեսզի մենք արձանագրենք տեղի ունեցած այս ապօրինությունները։ Այնուամենայնիվ, քանի որ քաղաքական ենթատեքստ եք այստեղ տեսնում, եթե քննիչը կամ քննչական խմբի ղեկավարը փոխվեն, արդյոք նոր քննիչն ու նոր քննչական խմբի ղեկավարը ձեզ մոտ արդարության կամ արդարության հասնելու որևէ Ուրեմն տեսեք, ընդհանուր առմամբ մենք process-ը արդեն գնահատել ենք, որ քաղաքական process-ներ են, այլ ոչ թե իրավական, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր դեպքում ցանկացած ապօրինություն պետք է ստանա համարժեք արձագանք, պետք է ամրագրվի թե դատավարական փաստաթղթերում, թե նաև այս հանրային ելույթներում մեր կողմից։ Իսկ այսօրվա առերեսումները շարունակվեցին այնուամենայնիվ, թե քննվեց միայն։ Ոչ, առերեսումը հենց ուզում էին շարունակել, ես հանդես եկա հայտարարությամբ, արդեն ինչպես նշեցի, բացարկի միջնորդությամբ։ Հետևաբար դրա հիմքով դադարեցվեց, նաև դրա հիմքով։ Իսկ պարոն Ծառուկյանը կրկին անդրադարձավ մեղադրանքին։ Պարոն Ծառուկյանը շատ կարճ ու հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ շինց ու գործ է ու կատարում է միակողմանի քննություն։ Հետևաբար ինքն էլ մեր դիրքորոշմաններ համաձայն էր մեր դիրքորոշման հետ, որը այս պայմաններում առնվազն եւ քանի դեռ բացարկի հարցը որոշված չի, որևէ այլ գործողության մասնակցելը իմաստազուրկ է։ Իսկ այս
վարույթով ինչ որոշումը կքննարկվի, ինչ իրավական գործողություններ են այս պահին շարունակվում։ Ես ճիշտ ասած այս բանը չեմ կարող կանխատեսել, որովհետև իմ երևակայությունը թույլ չի տալիս։ Մենք բողոքարկելու ենք, այսինքն Երեմ Սարգսյանը բողոքարկելու է իր վերաբերյալ կայացրած որոշումը, մենք էլ արդեն մարտավարությունը չբացահայտելու համար չասեմ էլ ինչ գործողություններ ունենք անելու։ Շնորհակալություն։ Դուք եք ներգրաված այս Ոչ, նաև պարոն Մինասյանը, Սմբատ Մինասյանը։ շնորհակալություն։ Լավ է։